օրինակ որ ասում են կետերից մեկով ասում են երրորդ ուժեր չպիտի լինեն երկրների սահմաններին, Ադրբեջանը իր սահմանին երրորդ ուժ չունի, այդ պահանջը թվում է թե երկկողմանի է, բայց իրականում միակողմանի է, Հայաստանը պիտի իր սահմանները ազատի երրորդ կողմի ուժերից եւ այսպես շարունակ, հա, արդյոք սա միակողմանի չէ իրականում եւ ինչու Ադրբեջանը չի ստորագրում։ Գիտեք, նախ սկսենք նրանից, որ այդ համաձայնագրի վերափոխված պայմանագիր կոչվածը իրականում խաղաղության հետ որևէ առնչություն չունի եւ ինքը դատելով այս ողջ ընթացքում արտահոսած տեղեկատվությունից ընդհանրապես այսպես շրջանակային թեզեր պարունակող փաստաթուղթ է եւ դրա հիմնական մասը հռչակագրային բնույթի սկզբունքներ են, օրինակ ենթադրում եմ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը եւ այլն, այսինքն ընդհանուր թեզեր, որոնք միջազգային իրավունքով արդեն երկու պետությունները համապատասխան պայմանագրերին կամ կոնվենցիաներին միանալով այսպես թե այնպես դրանց հանձնառու են։